Հարգարժան պարոն Հակոբյան, հարգելի ներկաներ, ասելիք շատ է։ Վերջին իմ աշխատանքային տարին անցկացրել եմ ձեզ հետ, անցկացրել եմ պարոն Համբարձումյանի թիմի և իհարկե ձեզ հետ։ Ասելիքը շատ է, որպեսզի շատ չծավալվեմ, ես մտքերս դերի եմ արել հիմնական մտքերս, ուստի խնդրեմ ձեր գիտությունը այն ընթերցելու համար։ Հարգարժան պարոն Հակոբյան, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու հարցով։ Համայնքի զարգացման այս նոր փուլը բացում է ոչ միայն մեծ հույսերով, այլ էլ ավելի պատասխանատու սպասումներով և ամենակարևորը միասնաբար գործելու համոզմամբ, ինչպես երեկ, այսօր և վաղ։ Մասիս համայնք եմ եկել Դավիթ Համբարձումյանի հրավերով։ Հրավեր, որն իմ համար եղել է ոչ միայն աշխատանքային առաջարկ, այլ վստահության ու գործընկերության մեծագույն գնահատական, քանզի Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ երկար տարիներ և ի սկզբանե իմացել եմ նրա վերաբերմունքը և պատասխանատվության զգացումը համայնքին, նրա բնակչին և հայրենիքին անվերապահորեն ծառայելու նրա սերն ու մղումները։ Դավիթ Համբարձումյանը, ով այսօր հոգում ազատ կարգավիճակով քաղբանտակյալ է, աշխատել է անկեղծ նվիրվածությամբ ու համայնքի երազած ապագան կերտելու վճռականությամբ։ Նրա հետ համագործակցել ինձ համար միշտ եղել է և լինելու է հիշարժան ճանապարհ, լի պատասխանատվությամբ, ճշմարտության նկատմամբ ազնիվ վերաբերմունքով և համայնքի հանդեպ խոր հոգացությամբ։ Այս վերջին իմ կենսագրության մեկ տարվա ընթացքում, այո, աշխատելով այս թիմում, այս համայնքում, ես այս տարին ուզում եմ առանձնացնել նաև այն աշխատանքը, որ միասին վարում էին և ղեկավարում էին և պատասխանատվություն էին իրենց վրա վերցրել և պարոն Համբարձումյանը և պարոն Հակոբյանը։ Այս տարին ես ուզում եմ երկուսի աշխատանքը առանձնացնեմ համագործակցության, ես տեսել եմ առաջին իսկ օրվանից նրանց միաբրունցք, միասնական, մեկ բառից իրար հասկացող և բոլոր ծրագրերը իրականացնող թիմ, խոսքս երկուսի մասին։ Պարոն Հակոբյան, շատ աշխատանքներ իրականացվել է նաև ձեզանով, ինչ վերաբերում է մշակույթին, կրթությանը, սպորտին, շատ մենք առանձնացած խոսել ենք իրար հետ, քննած է համայնքի առջև, համայնքի ղեկավարության առջև և ինչպես որ նախընտրական փուլում նշված է եղել պարոն Համբարձումյանի ծրագրում, այդպես կետ առ կետ իրականացվել է։ Ես ուզում եմ ասել, որ պարոն Հակոբյան, շատ քիչ եմ տեսնում ձեր և ընդհանուր թիմի մտածելակերպը և մոտեցումը բոլոր ծրագրերի իրականացման լուծումներին։ Նաև իհարկե շնորհակալություն ձեզ, որ դուք նաև այսօր օրինակ եք ծառայում ընկերության և ընկերվարության։ Շնորհակալություն։ Հարգարժան պարոն Հակոբյան, և այսօր, երբ դուք ստանձնել եք Մասիս համայնքի ղեկավարի պատասխանատու առաքելությունը, ցանկանում եմ վստահեցնել, որ նույն նվիրումով, աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ շարունակելու եմ իմ գործունեությունը ձեր առաջնորդությամբ և ձեր հետ կողք կողքի։ Մասիս համայնքի բարօրությունը, նրա յուրաքանչյուր բնակչի հիմնախնդիրը, նրա ապագայի կառուցումը շարունակելու են մնալ իմ աշխատանքի առանցքում։ Համայնքի համար ի սկզբանե նախատեսված մշակութային, կրթական և մարզական ծրագրերը մեր համընդհանուր պարտքն են կյանքի կոչելու և իրականություն դարձնելու։ Առավել քան համոզված եմ, որ այդ ճանապարհը լինելու է նույնքան կազմակերպված, տեսանելի և արդյունավետ։ Մասիսը համայնք է, որը ունի մեծ ներուժ, իսկ այդ ներուժը լիարժեք դրսևորվում է այն ժամանակ, երբ կա համատեղ աշխատանք, փոխադարձ վստահություն և միասնական կամք։ Կրկին շնորհավորում եմ ձեզ, պարոն Հակոբյան, և մաղթում եմ ձեզ ուժ, առողջություն, հաստատակամություն ու խաղաղ մտքեր դեպի համայնքային առաջընթաց տանող ճանապարհին։ Թող Աստված օգնի ձեր սկսած գործը և զորացնի ձեր պատասխանատվության ծանր բեռը։ Հույսով ու հավատով բոլորս միասին կերտենք այն Մասիսը, որին արժանի են մեր բնակիչները։ Եվ ավարտին իհարկե ուզում եմ ասել, ազատություն պարոն Համբարձումյանին,
Եվ վստահ եմ դեռ ունենք մի ամբողջ կյանք իհարետ անցնելու։ Շնորհակալություն։